Ներքին անվտանգության ապահովման համար Բունդեսվերի գործարկման արգելքը, որը սահմանադրության մեջ մտցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, խանգարում է գերմանական իշխանություններին արդյունավետորեն հակազդել անօդաչու թռչող սարքերին։ Այս մասին Պոլիտիկո պարբերականին հայտնել է Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության կոմիտեի նախագահ Թոմաս Ռեբեկամպը։ Մենք պետք է փոփոխություններ կատարենք օրենքներում, որպեսզի նրանք, ովքեր կարող են ուղղակիորեն զբաղվել ԱԹՍ-ների դեմ պայքարի հարցով, ներառյալ Բունդեսվերը նույնպես ունենան նման լիազորություններ, նշել է պաշտպանության կոմիտեի նախագահը։ Ըստ հոդվածի Գերմանիան իրավունք ունի իր տարածքում զորքեր օգտագործել լայնամասշտաբ զինված ներխուժման դեպքում։ Բունդեսվերին, որն ունի բավարար տեխնիկական հնարավորություններ, թույլատրվում է ԱԹՍ-ներ խոցել միայն ռազմական օբյեկտների վրա։ Գերմանիայի սահմանադրությունը, կարծում է Ռեբեկամպը, անհրաժեշտ է հարմարեցնել իրականությանը։ Վենեսուելայում սկսել են նախապատրաստվել Միացյալ Նահանգների ներխուժմանը, այս մասին հայտնում է Շոպոտ Ֆրոնտա տելեգրամ ալիքը հրապարակելով համապատասխան լուսանկարներ։ Կադրերից պարզ է դառնում, որ պետության մայրաքաղաք Կարակասի մուտքերում տեղադրվել են երթևեկությունը փակող կառույցներ եւ անցակետեր։ Ռուսաստանը բացահայտ ստում է Թրամփին Ուկրաինայի արևելքում հաջողությունների մասին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքերը մեջբերում է Ունիան գործակալությունը։ Կարծում եմ, մեր հանդիպումը գումարած իրական փաստերը նրան ավելի լայն պատկերացում են տալիս այն մասին, որ ռուսները նրան հրամցնում են ոչ թե այն, ինչ իրականում կարող են անել, այսինքն բացահայտ ստում են, ասել է Զելենսկին։ Ըստ նրա, ռուսները չեն կարող շատ արագ գրավել Ուկրաինայի արևելքը, սակայն Պուտինին անհրաժեշտ է ինչ-որ բան ցույց տալ, ուստի դա պատճառներից մեկն է, ինչու են առանձին շրջաններ ինտենսիվ ռուսական գնդակոծությունների տակ հայտնվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի այցելել Մերձավոր Արևելք հոկտեմբերի 13-ին կամ 14-ին, երբ նախատեսվում է իսրայելցի պատանդների ազատ արձակումը Գազայի հատվածից։ Կարծում եմ, պատանդները կվերադարձվեն երկուշաբթի կամ երեքշաբթի։ Ես հավանաբար այնտեղ կլինեմ։ Մենք պլանավորում ենք այնտեղ գնալ կիրակի օրը, եւ ես անհամբեր սպասում եմ դրան, ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Գազայի հատվածում արմատականների կողմից պահվող պատանդները կվերադարձվեն Իսրայելին հոկտեմբերի 13-ին կամ 14-ին, եւ որ իսրայելական կողմը ազատ կարձակի 250 դատապարտված պաղեստինցիների եւ պաղեստինյան անկլավի 1700 բնակիչների, որոնք ձերբակալվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. ԱՄՆ 44-րդ նախագահ Բարակ Օբաման անարդարացիորեն է ստացել Նոբելյան խաղաղության մրցանակը, եւ որ նրա գործողությունները հանգեցրել են երկրի կործանմանը։ Նա մրցանակը ստացավ ոչինչ չանելու համար։ Նա լավ նախագահ չէր։ Ընտրական հաղթանակից քանի ամիս անց նա ստացավ Նոբելյան խաղաղության մրցանակը։ Իմ ընտրությունը շատ ավելի կարևոր էր։ Սպիտակ տանը իր ֆին գործընկեր Ալեքսանդր Ստուբի հետ հանդիպման ժամանակ Օբամայի մասին խոսել է Թրամփը։ Թրամփը վստահություն է հայտնել, ինքը եւս արժանի է դառնալու Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, պետք է դիտարկել Իսպանիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարցը, հաղորդում է Reuters-ը։ Նա դժգոհություն է հայտնել, որ Իսպանիան չի ցանկանում ավելացնել ռազմական ծախսերը։ Թրամփը կրկին հայտարարել է, հույս ունի գտնել ռուս-ուկրաինական պատերազմի լուծումը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են խաղաղության ճանապարհով առաջ շարժվելու հարցեր։ Այս մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը շատ ջերմ շփվել եւ քննարկել են հարցեր, թե ինչպես հետագայում առաջ շարժվեն խաղաղության անվտանգության ճանապարհով, ասել է Լեբեդևը։ Զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել էին գլխավոր դատախազության շենքի առաջ աջակցելու 44-օրյա պատերազմում անհետ կորած եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանին։ Նշենք, որ Արսեն Ղուկասյանը պաշտպանության նախարարության շենքի հետնամասում ռազմական ոստիկանների հետ միջադեպից հետո ձերբակալվել ու 1 ամսով կալանավորվել է։ Դատարանը 3 հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած դատական նիստին բավարարել է Բագրատ Սրբազանի տեսակցությունների սահմանափակման վերացման վերաբերյալ միջնորդությունը։ Նշենք, որ Սրբազանն ու նրա 1 տասնյակից ավելի կողմնակիցները կալանավորվել են ահաբեկչության ու սահմանադրական կարգի տապալման հոդվածներով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ գագաթնաժողովում քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը։ Պուտինը նշել է, որ ԵԱՏՄ-ին մասնակցությունը երկրների համար շուկաներ է բացում եւ տնտեսական օգուտներ ապահովում։ Որպես օրինակ, Ռուսաստանի առաջնորդը նշել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջև առևտրաշրջանառության աճը, Փաշինյանից խնդրելով թվեր ներկայացնել։ Այս տարի արդեն 4 միլիարդ դոլար է, ասել է Փաշինյանը։ Ոչ, ավելի շատ է ժպտալով չի համաձայնել Պուտինը։ Հայաստանի վարչապետը մեջբերել է անցյալ տարվա թվերը, բայց այս հարցում եւս երկու առաջնորդները չեն համաձայնել։ Անցյալ տարի այն մոտավորապես 9 միլիարդ էր, նշել է Փաշինյանը, ինչին հակարդարձելով Պուտինը ընդգծել է, որ ավելի շատ էր։ Այս տարի ավելին կլինի, դա պարզապես ակնհայտ է, նշել է Պուտինը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում ուկրաինական կողմի հետ Սև ծովում լրացուցիչ անվտանգության միջոցառումներ մշակելու համար, հաշվի առնելով լողացող ականների եւ անօդաչու նավակների հետ կապված միջադեպերը։ Այս մասին թուրք լրագրողներին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։ Սև ծովում շարունակվում են 24-ժամյա օդային եւ ծովային հետախուզական եւ հսկողության գործողությունները լողացող ականների, անօդաչու թռչող սարքերի եւ անօդաչու նավակների հայտնաբերման եւ ոչնչացման համար, բաց ծովային ուղիներ եւ նավարկության ազատություն ապահովելու համար։ Մենք նաեւ բանակցություններ ենք վարում Ուկրաինայի հետ այս հարցի շուրջ նոր միջոցառումների մշակման եւ համագործակցության վերաբերյալ։ Աղբյուրի խոսքերն է մեջբերում TRT-ն։ Գերատեսչությունը հիշեցրել է, որ հոկտեմբերի 7-ին Տրապիզոնի եւ Արտվինի ափերի մոտ հայտնաբերվել են կասկածելի առարկաներ, ենթադրաբար անօդաչու նավակներ։ Այդ առարկաները ոչնչացվել են մասնագետների կողմից։ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում, որը 2026 թվականին կնախագահի համագործակցությունում։ Այս մասին Դուշանբեում կայացած խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ Քանի որ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը ավանդաբար անցկացվում է համագործակցությունը նախագահող պետությունում, որոշում է կայացվել պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը անցկացնել 2026 թվականի հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում, ասել է գլխավոր քարտուղարը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Տաջիկստանի Հանրապետությունում մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Վարչապետին դիմավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Վերջինս ողջունել է Հայաստանի վարչապետի այցը եւ նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցերը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու հետագա քայլերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորություններին եւ տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ամրապնդմանը, TRIP նախագծի եւ խաղաղության խաչմերուկի իրականացմանը։ Էմոմալի Ռահմոնը ողջունել է Վաշինգտոնի հանդիպման արդյունքներով խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը եւ հայտնել իր երկրի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Պատրաստ եղեք կալանավորումներ են լինելու Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ կարելի է սպասել, թուրնաչ ու ձախ կտրում է։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է Նժար սահմանադրական շարժման անդամ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Նա գնահատական է տվել Բագրատ եւ Միքայել Սրբազանների կալանավորումներին, անդրադառնալով հարցին դրանք իրավական տիրույթում են, թե քաղաքական։ Բայց մեծամասամբ այո, սրանք քաղաքական process-ներ են։ Եվ ամենակարևոր հարցը, որը մենք դիտանք, յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության գիտակից քաղաքացի իրենց հարց իրեն տա, իսկ ինչու է այսպես։ Որովհետև այն համակարգերը, որոնք մենք ունեցել ենք ժամանակին եւ շարունակում ենք ունենալ հիմա, թույլ չեն տալիս ունենալ անկախ արդարադատության համակարգ։ Եվ խոսքը չի գնում միայն դատարանների մասին, խոսքը գնում է նաև վարույթ իրականացնող մարմինների մասին, դատախազության մասին, առհասարակ բոլոր իրավապահ մարմինների եւ արդարադատություն իրականացնող մարմինների մասին։ Ցավալիորեն մեր սահմանադրությունն այնպես է ձևակերպված, որ ցանկացած մեկ անձ անկախ իր անուն ազգանունից գալիս է նստում այդ պաշտոնին եւ ինքը հնարավորություն է ստանում իր ամբողջ լիազորությունները տարածել բոլոր ոլորտների վրա։ Իրանք կարողանում են ստեղծել իրավիճակ, որտեղ ունենում են անձնական օգտագործման գլխավոր դատախազ, անձնական օգտագործման
հանրային հեռուստաընկերություն, ունենում են անձնական օգտագործման կենտրոնական ընտրական հանձնաժողով, ունենում են, ասեք, դատավորներ անձնական օգտագործման։ Սա ցավալի է, բայց փաստ։ Սա փոխելու համար պետք է փոխել կառավարման մոդելը, որի պայմաններում հնարավոր չի լինի մեկ անձի կողմից կամ մեկ խմբակի կողմից գալ եւ զավթել ամբողջ իշխանությունը։ Այսօր կեսգիշերին կրկին հրդեհ է բռնկվելն ու Բարաշենի աղբավայրում հսկայական թունավոր ծխիսյունը երևում է մի քանի տասնյակ կիլոմետրից։ Երևանի աղբահանության եւ սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի գրեթե բոլոր ջրցան մեքենաները աշխատել են։ Միացել են նաեւ հրշեջ փրկարարները։ Հրդեհի մեծ մասը մարված է, միայն տեսանելի ծուխն է մնացել։ Բաքվում շարունակում են դատել ապօրինի պահվող հայերին նիստի ընթացքում ադրբեջանական կողմը հրապարակել է իբրև թե 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողություններին մասնակցած վարձկանների վերաբերյալ շինծ ու փախստաթղթերը։ Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Իսրայելի եւ Համասի միջև համաձայնագիրը կհանգեցնի մշտական խաղաղության մերձավոր արևելքում։ Մենք խաղաղության ենք հասել։ Կարծում եմ կլինի երկարատև խաղաղություն, գուցե մշտական խաղաղություն, ասել է Թրամփը հինգշաբթի Սպիտակ տան կաբինետի նիստում։ 2022 թվականին ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո արևմուտքի երկրներից մեկի դեսպանը Վրաստանին առաջարկել է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ։ Հայտարարել է իշխող վրացական երազանք ժողովրդավարական Վրաստան կուսակցության գլխավոր քարտուղար Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, փոխանցում է iMed-ին։ Նրա խոսքով դեսպանն առաջարկել է ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ, որի դեպքում վրացական կողմին կապահովեին ռազմական տեխնիկայով։ Վրաստանի հիմնական խնդիրն է դիմանալ 10 օր, իսկ հետո անցնել պարտիզանական պատերազմի, հավելել է Կալաձեն։ Ռուսաստանը եղել է, կա եւ միշտ կլինի մեր հիմնական առաջնահերթ ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը, հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։ Ես ընդգծում եմ, Ռուսաստանը եղել է, կա եւ միշտ կլինի մեզ համար գլխավոր առաջնահերթ ռազմավարական գործընկեր ու դաշնակից, հայտարարել է նախագահը։ Նրա խոսքով նման համագործակցության ամուր անսասան հիմքը ընդհանուր պատմությունն է, դարավոր կապերը, ժողովուրդների մշակութային ու մտավոր մտերմությունը, ինչպես նաև երկրների միջև բարեկամական եւ վստահելի հարաբերությունները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վախենալով Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո առաջացող ներքաղաքական խնդիրներից կարող է նոր ճակատներ բացել Արևմտյան ափին կամ Լիբանանում, հայտարարել է Լիբանանում Համասի խոսնակ Վալիդ Քիլանին։ Կան լուրջ մտահոգություններ, որ Նեթանյահուն կարող է բախվել իրական քաղաքական ճգնաժամի։ Հրադադարի համաձայնագրի ստորագրումը նրան կներքաշի Իսրայելի ներքին խնդիրների մեջ եւ հնարավոր է նա կորոշի բացել այլ ճակատներ Արևմտյան ափին, Լիբանանում, Սիրիայում, Եմենում կամ նույնիսկ Իրանի դեմ, հայտնել է խոսնակը։ Եգիպտոսում անուղղակի բանակցությունների այս փուլում դիմադրության շարժումների, այդ թվում Համասի զենքի եւ Գազայի հատվածի կառավարման հարցերը չեն քննարկվել։ ՌԻԱ Նովեսիին հայտնել է Լիբանանում Համասի մամուլի խոսնակ Վալիդ Քիլանին։ Վիճահարույց հարցերը հետաձգվել են մինչև հաջորդ փուլ, ինչպիսիք են ով կկառավարի Գազայի հատվածը քաղաքական եւ ռազմական առումով, ինչպես նաեւ Համասին եւ այլ դիմադրության խմբավորումներին զենքի փոխանցման հարցը։ Այս բոլոր հարցումները մնում են զգայուն եւ այս փուլում դեռևս չեն քննարկվել, ասել է Քիլանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբիին մերձավոր արևելքում խաղաղության համար։ Նրա մեկնաբանությունը հրապարակվել է իր էջում։ ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին զարմանալի է, նա այնքան աշխատեց եւ այնքան շատ բան արեց մերձավոր արևելքում խաղաղության հասնելու համար։ Նա շատ արագ դարձավ մեծ մարդ։ Շնորհակալություն Մայք, գրել է Թրամփը։ Եվրախորհրդարանը մերժել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահության մասին երկու բանաձևերը։ Նիստի հեռարձակումը կատարվել է խորհրդարանի կայքում։ Եվրահանձնաժողովի ղեկավարին անվստահության առաջին քվեն, որը ներկայացրել են հայրենասերները հանուն Եվրոպայի խմբակցությունը, պաշտպանել է 179 падգամավոր, իսկ երկրորդը, որն առաջարկել է Ձախեր խմբակցությունը, 133 падգամավոր։ Դեմ են արտահայտվել համապատասխանաբար 378 եւ 383 падգամավորներ։
Դուշանբեում կայացած բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրկախառնվել են ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ ԱՊՀ երկրների ղեկավարները հավաքվել են Տաջիկստանի նախագահի նստավայրում ոչ պաշտոնական միջավայրում զրուցելու համար։ Հանդիպումն անցել է առանց փողկապի ձևաչափով։ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում կրկին բռնկվել է աղբավայրը։ Այնից Եվրոմեդիա 24-ին հայտնում են, որ հոկտեմբերի 9-ին ժամը 23:53-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրը մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ։ Տեղում աշխատում է 27 փրկարար։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Աղբավայրը, որը վերջին տարիներին մի քանի անգամ արդեն բռնկվել է, շարունակում է մնալ քաղաքի ամենախնդրահարույց հատվածներից մեկը։ Նշենք, որ արդեն տասնյակ տարիներ Նուբարաշենի աղբավայրը շարունակում է կուտակել թափոններ, որոնք ոչ միայն չեն վերամշակվում, այլ նաև չեն տեսակավորվում, աստիճանաբար վերածվելով շրջակա միջավայրի համար վտանգավոր տարածքի։ Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Նուբարաշենի աղբավայրի հերթական բռնկումից հետո Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը լրագրողների հետ զրույցում նշել էր հետևյալը. այս աղբավայրը բոլոր առումներով անթույլատրելի է, կրակմարելով չի կարելի շարունակել։ Ժամ առաջ պետք է կառուցվի աղբավերամշակման գործարան։ Արեյանը հավելել էր, որ աղբավայրը կարող է առաջանալ առաջին հերթին տապից, կենցաղային աղբում առկա ապակու կտորներից, իսկ քամու առկայությունը նպաստում է կրակի արագ տարածվելուն։ Բնապահպանները հիշեցնում են, որ Նուբարաշենի աղբավայրի ինքնաբուխ այրումները ոչ միայն օդն են աղտոտում, այլև վտանգավոր են առողջության համար։ Հետևաբար աղբավայրից ոչ հեռու բնակվող քաղաքացիներին խորհուրդ է տրվում կրել դիմակ, տան օդափոխություն չիրականացնել եւ տանից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։ Որպես խնդրի լուծում առաջարկվել է վերամշակման գործարանի կառուցումը։ Ավելի վաղ քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել էր մինչև տարեվերջ անցկացնել աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթ։ Վերջինս այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ հենց հիմա գնում է աղբավայր։ Այսօր տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Սրբազանը դահլիճից ողջունել է իր աջակիցներին, ապա նրա օրհնությամբ դատական նիստի մեկնարկից առաջ ներկաները աղոթել են։ Հոկտեմբերի 9-ին ընդունել եմ Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին, ասել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-ՄԹ համագործակցությանը, տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, նշել է Պապիկյանը։ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Քոսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀԵՄ նոր գործընկերության օրակարգին եւ դրանով սահմանված հավակնոտ ռազմավարական գործողությունների իրականացմանը վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում տարածաշրջանում ստեղծված հնարավորությունների, մեր երկրում թրիփ նախագծի եւ խաղաղության խաչմերուկի իրականացման շուրջ։ Մերձավանի խուզարկությունների արդյունքում կա մեկ ձերբակալված անձ, այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների խուզարկությունների արդյունքում զենքեր են հայտնաբերվել։ Նշենք, որ սեպտեմբերի 23-ին Մերձավանում իր նորակառույց տան մոտ սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանը եւ նրա ընկեր քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։ Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է. Ռուսաստանի հետ հակամարտության մեջ Ուկրաինայի հաղթանակը կլինի բոլոր տարածքների վերադարձը եւ Ռուսաստանից փոխհատուցումը։ Եթե Ուկրաինային հաջողվի ռազմական ճանապարհով վերադարձնել Ռուսաստանի կողմից գրաված բոլոր տարածքները եւ փոխհատուցում ստանալ կրած վնասների համար, դա կլինի հսկայական հաջողություն, ասել է Եվրապադգամավորը։ Նա հավելել է. վաղ թե ուշ Ռուսաստանը եւ Ուկրաինան ստիպված կլինեն նստել բանակցությունների սեղանի շուրջ, բայց պետք է ապահովել, որ ագրեսիան չարդարացնի իրեն։ Հակառակ դեպքում, ըստ Կալասի, հետևանքները տեսանելի կլինեն ամբողջ աշխարհում։ Տաջիկստանում գտնվող ռուսական ռազմաբազան կենտրոնական Ասիայի անվտանգության երաշխավորն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանրապետությունում տեղակայված 201-րդ ռուսական ռազմաբազան Տաջիկստանի եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է, հայտարարել է նախագահը։
Գազայի հատվածում արմատական պաղեստինյան Համաս շարժման եւ Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը սկսվել է, հաղորդում է Ynet-ը։ Ավելի վաղ Reuters-ի աղբյուրը հայտնել էր, որ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Համասը 72 ժամվա ընթացքում մնացած պատանդներին կհանձնի Իսրայելի իշխանություններին, իսկ Իսրայելի պաշտպանության ուժերը 24 ժամվա ընթացքում կսկսեն զորքերի մասնակի դուրսբերումը անկլավից։ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի, նրա աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի եւ պատժամիջոցների քաղաքականության հարցերով հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկի գլխավորած պատվիրակությունը հաջորդ շաբաթվա սկզբին կմեկնի Միացյալ Նահանգներ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը շարունակվում է, վարչապետ Սվիրիդենկոյի գլխավորած թիմը գրասենյակի ղեկավար Երմակի եւ պատժամիջոցների քաղաքականության հարցերով իմ հանձնակատար Վլասյուկի հետ միասին հաջորդ շաբաթվա սկզբին կլինի ԱՄՆ-ում։ Զելենսկու խոսքերն է մեջբերում RBK Ուկրաինան, նրա խոսքով քննարկման համար նախատեսված հիմնական թեմաների թվում են օդային պաշտպանությունը, էներգետիկան եւ բանակցային ուղին։ Սեպտեմբերի 29-ին Երմակը հայտարարեց, որ Ուկրաինան ցանկանում է մի շարք համաձայնագրեր ստորագրել Միացյալ Նահանգների հետ, այդ թվում Կիևին ամերիկյան զենք մատակարարելու, ազատ առևտրի եւ անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Քրդական ուժերը խախտել են հրադադարը եւ հարձակվել սիրիական բանակի դիրքերի վրա Հալեպի արևելյան նահանգում, ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Զինադադարի հայտարարումից 48 ժամից էլ պակաս ժամանակ անց SDF-ն ավելի քան 10 անգամ խախտել է համաձայնագիրը, հարձակվելով բանակի դիրքերի վրա արևելյան Հալեպի իրենց տեղակայման վայրերում։ Հայտարարության մեջ մեջբերում է սիրիական Ալ-Էխաբարիա հեռուստաալիքը։ Հաղորդագրության համաձայն Թիշրինի ամբարտակի տարածքում բանակի դիրքերի հրետակոծության հետևանքով մեկ զինվոր զոհվել է, մի քանիսը վիրավորվել։ ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ռուսաստանի սահմանի մոտ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը, մասնավորապես ավելի քիչ պաշտպանված եւ հեռավոր տարածքներում։ Բրիտանական Financial Times թերթը հաղորդել է, որ դաշինքը հույս ունի հակազդել Ռուսաստանի կողմից անօդաչու թռչող սարքերի հարձակումների ենթադրյալ սպառնալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախկին խորհրդական եւ Վաշինգտոնի Կատո ինստիտուտի ավագ գիտաշխատող Դուկ Բանդոուն իր ամսագրի համար հոդվածում ՆԱՏՕ-ի ռազմավարությունը Ռուսաստանի նկատմամբ անվանել էր խելագարություն։ Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հունգարիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն անգլիացի մրցավարներ, այս մասին հաղորդում է UEFA-ի կայքը։ Գլխավոր մրցավարն է Քրիս Քավանան, եզրերում նրան կօգնեն Դեն Քուքն ու Յան Հյուսինը։ Չորրորդ պաշտոնյան Սեմ Բերոթն է, վառի մրցավարն է Դարեն Էնգլանդը, օգնականը Էնդրյու Մեդլին։ Հունգարիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Բուդապեշտում եւ կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։ Վլադիմիր Զելենսկին պայման է դրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրվելու համար, հաղորդում է Ստրանան։ Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կառաջադրի Թրամփին, եթե նա հասնի հրադադարի, ասվում է հրատարակության մեջ։ Հրատարակությունը նաև հիշեցնում է, որ Գերագույն Ռադան չի կարողացել ընդունել Սպիտակ տան ղեկավարին Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու մասին բանաձևը նախորդ օրը, քանի որ բավարար ձայներ չի ստացել։ Փետրվարին Թրամփը հայտարարեց, որ արժանի է մրցանակին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապում է գործարք կնքել Իսրայելի եւ Համասի միջև Գազայում, որպեսզի հասցնի ազդել խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման որոշման վրա, այս մասին հայտնում է Financial Times-ը, վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։ Բարբերականը նշում է, փորձագետները թերահավատորեն են վերաբերվում այն փաստին, որ Թրամփի աննախադեպ լոբիստական արշավը պտուղներ կտա, երբ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն հաղթողին հայտարարի հոկտեմբերի 10-ին։ Այնուամենայնիվ նույնիսկ նրանք, ովքեր ծաղրել են ամերիկյան առաջնորդի խաղաղությանն ուղղված վերջին ջանքերը, ասում են, Գազայի պատերազմին վերջ տալու նրա փորձը կարող է ծանրակշիռ փաստարկ լինել նրա օգտին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նոր վարչապետի անունը կհայտարարի հոկտեմբերի 10-ին, այս մասին հայտարարել է հեռացող վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն, հաղորդում է Բլումբերգը։ Լեկորնյուն ավելի վաղ իր հրաժարականը բացատրել էր երկրի բևեռացված քաղաքական կուսակցությունների միջև
փողի ճում գտնելու իր անկարողությամբ։ Մակրոնը նրան հանձնարարել էր համաձայնության գալ քաղաքական խմբերի հետ հեռանալուց առաջ նոր կառավարություն ձևավորելու համար։ Վարչապետի խոսքով խորհրդարանում կա փոխզիջման հնարավորություն։ Ազգային ժողովի բացարձակ մեծամասնությունը դեմ է լուծարմանը։ Բլումբերգը նշում է, որ եթե նոր վարչապետը չկարողանա կաբինետ ձևավորել, Մակրոնը ստիպված կլինի կամ խորհրդարանական ընտրություններ նշանակել, կամ այլ վարչապետ նշանակել կամ հրաժարական տալ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի օրը երկկողմ բանակցություններ կանցկացնեն Դուշանբեում, որտեղ Ռուսաստանի առաջնորդը պետական այցով ժամանել է 3։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների այս հանդիպումը երկար ժամանակ անց առաջինը կլինի։ Պուտինը եւ Ալիևը կարճ ժամանակով հանդիպել են սեպտեմբերին Չինաստանում, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, սակայն չեն շփվել։ Առաջնորդների վերջին լիարժեք հանդիպումը տեղի ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին։ Պուտինի եւ Ալիևի միջև մարտից ի վեր առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի ծննդյան օրը, հոկտեմբերի 7-ին։ Կրեմլը նշել է առաջնորդների միջև այս զրույցի կարևորությունը։ Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական թեման երկկողմ հարաբերություններն են։ Այն փաստը, որ հանդիպումը տեղի է ունենում, խոսում է երկու առաջնորդների մտադրության մասին, քննարկելու բոլոր հրատապ հարցերը, ընդգծել է Պաշտոնյան։ Նա հավելել է, չի կարող խոսել իր ադրբեջանցի գործընկերների անունից, բայց ռուսական կողմը դրական վերաբերմունք է հայտնել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը եւ հաստատել է հանրապետության պատրաստակամությունը օգնելու իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջնական կարգավորմանը։ Մեծ հույս պատանների եւ նրանց ընտանիքների, Գազայի պաղեստինցիների ամբողջ տարածաշրջանի համար հայտնել է նա, նշելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Կատարի, Եգիպտոսի եւ Թուրքիայի միջնորդների ջանքերը։ Ես կոչ եմ անում կողմերին խստորեն պահպանել համաձայնագրի պայմանները։ Այն պետք է դադարեցնի պատերազմը եւ հարթի երկու պետությունների լուծման վրա հիմնված քաղաքական կարգավորման ճանապարհը։ Ֆրանսիան պատրաստ է իր ներդրումն ունենալ այս նպատակին հասնելու գործում, հավելել է նախագահը։ Բրիտանացի կամավոր Այդան Մինիսը, որը ծառայում է ռուս-ուկրաինական պատերազմում, կռվում է ռուսական զորքերի շարքերում, սպառնացել է Ուկրաինայի զինված ուժերի համար կռվող իր հայրենակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Եթե ես ստիպված լինեմ սպանել հայրենակցի հետ, չեմ տատանվի։ Նրանք պետք է ստանան ամենախիստ պատիժները, ասել է բրիտանացի կամավորը։ Մինիսը հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերին միացող օտարերկրյա վարձկանները մոլորված անօգուտ վետերաններ են, որոնք մասնակցել են Իրաքում եւ Աֆղանստանում անօրինական պատերազմներին։ Պաղեստինյան Համաս շարժումը համաձայնել է ազատ արձակել բոլոր իսրայելցի պատանդներին, հաղորդում է Ալ Ջազերան, հեղում անելով պաղեստինյան աղբյուրին։ Աղբյուրի համաձայն շարժումը որոշել է հետաձգել պատանդների մարմինների հանձնումը, մինչև տեղում պայմաններ ստեղծվեն։ Հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սպիտակ տան Գազայում իրավիճակի կարգավորման ծրագիրը ներկայումս սեղանին դրված լավագույն տարբերակն է։ Հոկտեմբերի 3-ին Թրամփը Social իր էջում սպառնացել է Համասին աննախադեպ դժոխքով, եթե պաղեստինյան շարժումը չհամաձայնվի իր խաղաղության ծրագրի պայմաններին միջև հոկտեմբերի 5-ի երեկոն։ Հնդկաստանի խոշորագույն պետական կորպորացիաներից մեկը Indian Oil-ը վերսկսել է ռուսական նավթի մատակարարումների համար վճարումները յուանով, հաղորդում է Reuters-ը հեղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տվյալների համաձայն ընկերությունն արդեն մի քանի գործարք է իրականացրել Ռուսաստանի հետ եւ վճարել է դրանց համար չինական արժույթով։ Մինչդեռ նավթի առաքումների գինը դեռևս գնանշվում է ԱՄՆ դոլարով, վճարումները կատարվում են յուանով, ինչը պարզեցնում է գործարքները եւ ամրապնդում Մոսկվայի եւ Նյու Դելիի միջև առևտրային կապերը։ Հնդկաստանի նավթավերամշակման գործարանների կողմից չինական արժույթի օգտագործումը կասեցվել էր 2023 թվականին սահմանին զինված հակամարտությունից հետո Հնդկաստանի եւ Չինաստանի միջև լարվածության սրման պատճառով։ Այժմ Նյու Դելիի եւ Պեկինի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորման ֆոնին յուանով գործարքները վերսկսվել են։
Եղանակը առաջիկա օրերին։ Երևան քաղաքում հոկտեմբերի 10-ից 3-ը, 11-ին, 12-ի գիշերը, 13-ից 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը, 12-ից 3-ը հնարավոր է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 10-ից 3-ը, 11-ին, 12-ի գիշերը, 13-ից 3-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը, 12-ից 3-ը, 13-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին հյուսիս-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Հոկտեմբերի 10-ից 12-ին առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ից 12-ին աստիճանաբար կնվազի 7-ից 10 աստիճանով։